Հայաստանի վարչապետը ողջունել է խաղաղության հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ Ադրբեջանի քայլը։ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի քայլը վերացնելու Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումները։ Գրոնո։ Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Փարիզի Սանտե-Բանդ։ Փարիզի դատախազությունը Լուվրի գողացված զարդերը գնահատել է 88 միլիոն եվրո։ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի մանդատը 3 տարով երկարաձգելու մասին բանաձևը։ Իսրայելի, Միացյալ Նահանգների և Եգիպտոսի միջև անհամաձայնություններ կան Գազայում հրադադարի երկրորդ փուլի հարցում։ Թրամփը սպառնացել է գործողություններ ձեռնարկել, եթե պաղեստինյան խմբավորումը չվերադարձնի բոլոր աճյունները։ Թրամփը ստացել է Ռիչարդ Նիքսոնի հիմնադրամի խաղաղության ճարտարապետ մրցանակը։